Ջուլիանան, Էփրիլը և Օուենն աշխարհի թոփ համալսարանների ուսանողներ են, ամառային պրակտիկան Հայաստանում անցկացնող 31 օտարերկրացիներից։ Երկամսյա ծրագրի ընթացքում երիտասարդները հետազոտում են տնտեսությանը, ֆինանսներին, արհեստական բանականությանը և երկրի զարգացմանն առնչվող տարբեր թեմաներ։ Մասնագիտական աշխատանքին զուգահեռ հասցնում են նաև ծանոթանալ հայկական մշակույթին ու նիստուկացին։ Պրակտիկան հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ է տնտեսագիտական հետազոտությունը։ Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են բանկերը ձևավորում ֆինանսական ծառայություններն ու ինչպես են դրանք ազդում մարդկանց որոշումների վրա։ Այս թեմաները հետաքրքիր են ոչ միայն ուսանողի տեսանկյունից, այլև սպառողի։ Մինչև Հայաստան գալ այս գեղեցիկ երկրի մասին շատ քիչ բան գիտեի, հասա եւ ամեն ինչ իմ աչքերով տեսա։ Այստեղ ամենաշատը տպավորել են մարդկանց հյուրընկալությունն ու մշակույթը։ Վարդավառը եւ Հայաստանի տեսարժան վայրերը դարձան այս ամառվա իմ ամենահիշարժան փորձառություններից։ Գլխավոր դրամատան նախաձեռնած ամառային պրակտիկայի նպատակը երիտասարդ հետազոտողների գաղափարները գործնականում կիրառելն է, նպաստելով ավելի փաստահեն որոշումների կայացմանը։ Սովորաբար պրակտիկայի հիմնական գաղափարը այն է, որ ուսանողները ընտրում են կենտրոնական բանկի հետազոտական առաջնահերթություններից բխող որևէ թեմա եւ դրա շրջանակում իրականացնում են հետազոտություն 2 ամսվա ընթացքում, արդյունքները ներկայացնելով կենտրոնական բանկի ղեկավարությանը եւ թեմաների շրջանակը փորձում են հնարավորինս լայն պահել, ինչը ենթադրում է, որ թեմաները կարող են լինել ոչ միայն կենտրոնական բանկին առնչվող խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են, ասենք, դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական կրթությունը կամ ֆինանսական ներառականությունը, այլև փորձում ենք ընդգրկել թեմաներ, որոնք առնչվում են Հայաստանի երկարաժամկետ զարգացման խնդիրների։ Ինձ համար սա պարզապես պրակտիկա չէ, այստեղ ես ոչ միայն մասնակցում եմ նախագծի մշակմանը, այլև որոշումների կայացմանը։ Միաժամանակ բացահայտում եմ Հայաստանի մշակույթը եւ աշխատում տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող են լուծվել խնդիրները, երբ միավորվում են տարբեր փորձառություններ։ Ծրագրի ավարտին բոլոր նախագծերը ներկայացվում են կենտրոնական բանկի ղեկավարությանը, դրանց մի մասը կիրառվում է որոշումների կայացման գործընթացում, մյուսները հիմք են դառնում հետագա ուսումնասիրությունների համար, ասում են կազմակերպիչները։ Ես անձամբ անցած տարի օրինակ 3 պրոյեկտ լսել եմ, որովհետև մենք կրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրություն ենք մշակում, ու թիմերի մի մասը աշխատում էր հենց կրիպտոակտիվների հետ կապված պրոյեկտների վրա, ու այդ թիմերին մենք լսել էինք, որպեսզի հասկանայինք թիմերը ինչ են առաջարկում մեզ ներառել մեր փոփոխությունների կամ օրենսդրական մշակումների մեջ, ինչը բավականին օգտակար էր։ Գալստյանի խոսքով ծրագիրն ունի շուրջ 10 տարվա պատմություն։ Մեկնարկին մասնակիցները 3-ն էին։ Այս տարի մասնակցության հայտ էր ներկայացրել 400 դիմորդ, որոնցից ընտրվել է շուրջ 46-ը։ 2026-ին նախաձեռնությանն առաջին անգամ միացել են նաև հայաստանյան բուհերի ուսանողները։ Մեր մտադրությունը այդ network ստեղծելն է, որովհետև եթե 10 տարի հետո մենք ունենք այս պատկերը, պատկերացրեք 30 տարի հետո կամ 50 տարի հետո, մենք ունենանք մարդկանց փորձառու մասնագետների, ինչ ոչ նաև Նոբելյան մրցանակակիրների միստվար զանգված, ովքեր որ նաև որոշակի էմոցիոնալ կապ կունենան Հայաստանի ու Հայաստանի կենտրոնական բանկի հետ։ Կենտրոնական բանկում լիահույս են, տարիների ընթացքում ձևավորված այս միջազգային ցանցը կվերածվի Հայաստանի հետ երկարաժամկետ մասնագիտական գործակցության հարթակի։ Արամ Մարանդյան, Արտակ Գևորգյան լուրեր։